Խիստ ու բարդ համակարգի փոխարեն ավելի հումանիստական ու նվազ կոռումպացված պայմանական վաղաժամկետ ազատման եւ պատժաչափի կրճատման համակարգում բարեփոխումների նոր փաթեթի մասին առաջին ձևակերպումներն են հնչում հանրային քննարկման ժամանակ։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը գլխավոր փոփոխությունն է նշում։ Խնդիր է դրվել հստակ ունենալ հստակ չափանիշներ, որը թույլ կտա եւ կիրառող մարմնին, անկախ հանձնաժողովին եւ դատարանին, եւ նաեւ դատապարտյալին տեսանելի դաշտ ունենալ եւ հասկանալ ինչ վարքագիծ պետք է դրսևորի պատժի կրման ընթացքում, որպեսզի հնարավորություն ունենա պայմանական ազատվել։ Չափանիշներից մեկի դատապարտյալների աշխատելու շուրջ քննարկումը թեժացավ։ Ազատության մեջ գտնվող մարդկանց աշխատանքի տեղավորելու խնդիր ունենք ելույթ մնաց դատապարտյալների։ Առաջարկվեց օրինակ լրացուցիչ ֆինանսավորմամբ լուծել հարցը, ապա նոր վաղաժամկետ ազատման չափանիշ դարձնել կամ գոնե մեղմել քաղաքականությունը։ Օրինակ Սևան քրակատարողական հիմնարկում վերջին 2 տարվա ընթացքում եկեղեցի էին կառուցում եւ կային դատապարտյալներ, որ ոգեորված մասնակցում էին դրան։ Ճիշտ է, իրանք չէին վճարվում դրա համար, բայց կային անփորձ մարդիկ, որոնք օգնելով վարպետներին, իրանք էլ մասնագիտացան։ Դրանից հետո ասում են, որ կարող ենք մի հատ թիմ ձևավորել, գնանք խոպանում աշխատենք։ Կարևոր փոփոխություններից մեկն ընդունելի էր քննարկման բոլոր կողմերի համար կարգապահական տույժ ունենալը դեռևս բացառում է վաղաժամկետ ազատվելու հնարավորությունը, բայց դա վերացվելու է։ Հաշվի կառնվի դատապարտյալի վարքը պատիժը կրելու ամբողջ ընթացքում, բացի այդ դատապարտյալը հնարավորություն է ունենալու դատարանում բողոքարկել բացասական պատասխանը։ Անի Ավետյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։